Իմաստուն խոսք կա։ Մեծ մարդիկ չարիք չեն բերում։ Մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք եւ Հայաստանում եւ Արցախում եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ եւ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է եւ ոչնչությունները ովքեր են։ Մի բան էլ դες ասեմ, այս վերջին շրջանի քայլերը այս մարդու նփին նկատի ունեմ, շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սաակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, եւ արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել եւ այլն եւ այլն։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վախճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Եվ երեք մի հետաքրքիր գրառում կար, որ Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին միջազգային հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի հանդեպ եւ 4 տարի հետո նույն օրը Հայաստանի իշխանությունները կալանավորում են Սամվել Կարապետյանին։ Ես վստահեցնում եմ ձեզ, Սամվել Կարապետյանը ուժեղ կամային մարդ է եւ այս հերթական ապօրինությունը այս իշխանությունը չի մարսելու։ Եվ երբ սկսում եմ խոսել, չեմ կարողանում կանգ առնել, ընդհատեք ինձ։ Երբ մի քանի օր առաջ այդ մարդը ՆՓ-ն ասում էր, որ չենք հանդուրժի որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետության հանդեպ, Հայաստանի հեղինակության վիրավորում, ինքը կարծում եմ նկատի ուներ հենց ինքը իրեն, որտեղ որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը կամ վիրավորանք մեր երկրին։ Եվ ամենատիպական այստեղ այն է, որ սրանք արդեն սկսել են խոսել մենք Հայաստանի Հանրապետությունը։ Արարատ Միրզոյանն էր կարծեմ ասել վերջերս։ Դուք Հայաստանի Հանրապետությունը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության ամենան եք։ Հայաստանի Հանրապետությունը դուք չեք ու չեք լինելու։ Եվ այս առումով մի բան էլ այն վախերը, որ կա այս իշխանության թիվ 1-ի մեջ, գիտեք, այսպես ձևակերպեմ։ Աղքատությունը Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է։ Նա երբեք չի կշտոնալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար, նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Երրորդը սուտն է, կեղծիքն է, որ նա ցանկացած բան կարող է 180 աշճան շրջել եւ ամեն օր ասել տարբեր բաներ։ Այսքան է իբրև փոքրիկ նախաբան, խնդրեմ ձեր հարցերը։ Եվ մի բան էլ ասեմ, երեկվա խոսքից էլ մի բան ասեմ, որ հաջողության պատմություն է որակում 2022 թվականի Պրագայի
իր հայտարարությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Հայ ժողովուրդը հազարամյակներով, 100,000-ներով ապրել է իր բնորանում, այդ բնորանից հայ մարդկանց այսօրվա էթնիկ զտումը, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը այս բանը համարում է հաջողության պատմություն։ Իր համար, իրենց համար հաջողության պատմությունը իրենց այսօրվա կյանքն է, ոստիկանական հազարավոր մարդկանցով շրջապատված լինելը, 20-25 մեքենայով շրջելը, դաչաներում, Սևանում խրախճանքներ կազմակերպելը եւ փորձել սա ներկայացնել իրենց իբրև Հայաստանի Հանրապետություն։ Կրկնում եմ, իրենք Հայաստանի Հանրապետության հետ որևէ ազգակցական նույնիսկ հեռավոր կապ չունեն։